Մեր նախնիների ունեցած պատկերացումներից շատ հեռու գիտության զարգացման ճանապարհին այս հրաշալի սարքավորումները դիտակները ճանապարհ բացեցին բնությունն ավելի լավ ու խորն ընկալելու համար։ Ռենե Դեկարտ 1637 թվական։ Հազարամյակներ շարունակ մարդկությունը զմայլվում է հիասքանչ երկնքով, չհասկանալով, որ մեր գալակտիկայի ձիրկատնի աստղերը նույնպիսի արևներ են։ Կամ որ մենք ընդամենը մի ակնթարթ ենք տիեզերքի ամբողջ պատմության մեջ, որ գոյություն ունի 13.7 միլիարդ տարի։ Միայն անզեն աչքով դիտելով մենք երբևէ հնարավորություն չէինք ունենա հայտնաբերել արտարեգակնային մոլորակներ, կամ փորձել պարզել արդյոք կա կյանք ինչ-որ միտեղ տիեզերքում։ Այսօր մենք վստահ քայլում ենք տիեզերքի գաղտնիքների բացահայտման ճանապարհով, հնարավորություն ունենալով կատարել նորանոր բացահայտումներ։ Ես դոկտոր Ջեյն եմ եւ կպատմեմ ձեզ դիտակների ստեղծման ողջ պատմությունը, մի սարքավորման, որն ապացուցեց, որ կարող է դառնալ մարդկությանը դեպի տիեզերք տանող դարպասը։ Երկնքին հառած աչքեր։ Նոր հորիզոններ։ 4 դար առաջ, 1609 թվականին, մի մարդ իր տնից ոչ հեռու գտնվող դաշտից իր ինքնաշեն դիտակն ուղղեց լուսնին, մոլորակներին եւ աստղերին։ Նրա անունն էր Գալիլեո Գալիլեյ։ Աստղագիտությունն այլևս այն չէ, ինչ որ առաջ։ Այժմ Գալիլեյի առաջին դիտումներից 400 տարի անց աստղագետները երկնակամարն ուսումնասիրելու համար օգտագործում են հսկայական հայելիներ, տեղադրված ամենահեռավոր լեռնագագաթներում։ Ռադիոդիտակները գնացում են հեռավոր տիեզերքից եկող ամենաթույլ ձայները։ Գիտնականները նույնիսկ դիտակներ են ուղարկել տիեզերք, մթնոլորտի ազդեցությունից ազատվելու համար։ Եվ այս ամենից հետո պատկերն ուղղակի զարմանալի է։ Բայց իրականում Գալիլեյը չէր առաջին դիտակ ստեղծողը։ Այդ հայտնագործությունը պատկանում էր Հանս Լիպերսեյին, աչքի ոսպնյակներ պատրաստող մի հոլանդաբնակ գերմանացու, որը սակայն երբեք չօգտագործեց իր դիտակն աստղերն ուսումնասիրելու համար, բայց փոխարենը կարծում էր, որ իր նոր հայտնագործությունն օգտակար կլինի ծովագնացներին ու զինվորականներին։ Լիպերսեյին ապրում էր Միդելբուրգում, երիտասարդ հոլանդական պետության մեծ առևտրական քաղաքում։ 1608 թվականին Լիպերսեյը պարզեց, որ եթե ուսումնասիրենք հեռավոր մի օբյեկտ ուռուցիկ եւ գոգավոր ոսպնյակներով, ապա պատկերը կմեծանա, եթե իհարկե ոսպնյակները միմյանցից ճշգրիտ հեռավորության վրա են տեղադրված։ Այսպես ստեղծվեց առաջին դիտակը։ 1608 թվականի սեպտեմբերին Լիպերսեյը ցույց տվեց իր հայտնագործությունը հոլանդացի արքայազն Մորիսին։ Նա ավելի հարմար պահ չէր կարող ընտրել, քանզի այդ ժամանակ Նիդերլանդները գտնվում էին Իսպանիայի հետ 80-ամյա պատերազմի մեջ։ Նոր հեռադիտակը հնարավորություն էր տալիս մեծացնել օբյեկտների չափերը եւ այդպիսով հայտնաբերել թշնամու նավերն ու զորքերը, որոնք այնքան հեռու էին, որ անհնար էր նշмарել անզեն աչքով։ Իսկապես հրաշալի հայտնագործություն։ Բայց հոլանդական կառավարությունը Լիպերսեյին իր դիտակի համար այդպես էլ արտոնագիր չտվեց։ Պատճառն այն էր, որ այլ առևտրականներ ևս հայտարարեցին իրենց նոր հայտնագործության մասին, հատկապես Լիպերսեյի մրցակից Զաքարիա Յանսենը։ Այս հարցն այդպես էլ մինչ օրս լուծված չէ։ Եվ մինչ օրս էլ դիտակների ստեղծման իրական պատմությունը պարուրված է մութ գաղտնիքով։ Իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյը, ժամանակակից ֆիզիկայի հայրը, լսեց հեռադիտակների գոյության մասին եւ որոշեց պատրաստել իր սեփականը։ Մոտավորապես 10 ամիս առաջ լսեցի, որ Ոմն Ֆլեմինգ նախագծել է մի հեռադիտակ, որի շնորհիվ տեսանելի օբյեկտները, չնայած դիտողից շատ հեռու գտնվելուն, առս կերպով տեսանելի են դառնում։
Գալիլեին իր ժամանակների խոշորագույն գիտնականն էր։ Նա նաև լե հաստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսի կողմից աշխարհի կառուցվածքի վերաբերյալ առաջարկած նոր գաղափարների կողմնակիցն էր, համաձայն որի երկիրն է պտտվում արեգակի շուրջ եւ ոչ թե հակառակը։ Հոլանդական դիտակի վերաբերյալ ունեցած տեղեկության հիման վրա Գալիլեյը կառուցեց իր սեփական սարքավորումները, որոնք նշանակալիորեն գերազանցում էին նախորդներին։ Վերջի վերջո, չխնայելով ոչ ջանքեր, ոչ միջոցներ, ինձ հաջողվեց պատրաստել մի այնպիսի հրաշալի սարքավորում, որի միջոցով դիտվող օբյեկտները երևում էին 1000 անգամ ավելի մեծ, քան անզեն աչքով դիտելիս։ Ժամանակն էր փորձարկելու դիտակը։ Ես հանգեցի այն կարծիքին ու համոզման, որ լուսնի մակերևույթն ամենևին էլ հարթ ու համասեռ չէ, եւ ոչ էլ ճշգրիտ սֆերիկ, ինչպես համոզված էին շատ փիլիսոփաներ, այլ անհարթ է ու լի խոռոչներով, գրեթե ինչպես երկիր մոլորակը։ Մի բնապատկեր լի խառնարաններով, լեռներով ու հարթավայրերով։ Մի աշխարհ շատ նման մեր երկրագնդին։ Մի քանի շաբաթ անց 1610 թվականի հունվարին Գալիլեյը դիտեց Յուպիտերը։ Մոլորակին շատ մոտ նա տեսավ լույսի 4 առկայծում, որոնք փոխում էին իրենց դիրքը երկնակամարում ամեն գիշեր Յուպիտերի հետ մեկտեղ։ Դա շատ նման էր մոլորակի շուրջ պտտվող արբանյակների դանդաղ տիեզերական բալետի։ Հետագայում լույսի այդ 4 առկայծումները հայտնի կդառնան որպես Յուպիտերի Գալիլեյան լուսիններ։ Ինչ հայտնաբերեց Գալիլեյը դրանից զատ։ Վեներայի փուլերը։ Ինչպես լուսինը, այնպես էլ Վեներան անընդհատ փոխում է իր չափերը՝ մահիկից մինչև լիալուսին եւ հակառակը։ Տարօրինակ ելուստներ Սատուրնի երկու կողմերից։ Սև բծեր արևի մակերևույթի վրա։ Եվ իհարկե աստղեր։ Հազարավոր, գուցեև միլիոնավոր աստղեր։ Յուրաքանչյուրը շատ թույլ, որ հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։ Կարծես թե միանգամից մարդկությունն ազատվեց իր աչքերի կապանքներից։ Մնում էր բացահայտել ողջ տիեզերքը։ Ինչպես անտառային մի հրդեհ, դիտակների մասին լուրը տարածվեց ողջ Եվրոպայով։ Պրահայում Ռուդոլֆ II կայսեր պալատում Յոհան Կեպլերը կատարելագործեց դիտակների սխեման։ Անտվերպենում հոլանդացի քարտեզագրող Մայքլ վան Լանգրեն ստեղծեց լուսային առաջին հուսալի քարտեզները, որոնք ցույց էին տալիս ինչպես ինքն էր կարծում մայրցամաքներ եւ օվկիանոսներ։ Յոհան Հևելիուսը, հարուստ գարեջրագործ Լեհաստանից, կառուցում էր հսկայական դիտակներ Դանցինգի իր աստղադիտարանի համար։ Այդ աստղադիտարանը այնքան մեծ էր, որ ծածկում էր 3 տան տանիք։ Բայց հավանաբար լավագույն դիտակներն այդ ժամանակ նախագծվել էին Հոլանդիայում Քրիստիան Հյուգենսի կողմից։ 1655 թվականին Հյուգենսը հայտնաբերեց Սատուրնի ամենամեծ բնական արբանյակը՝ Տիտանը։ Մի քանի տարի անց նրա դիտակները հնարավորություն տվեցին բացահայտելու Սատուրնի օղակները, մի բան, որ Գալիլեյն այդպես էլ չհասկացավ։ Եվ վերջում, եւ ոչ պակաս կարևոր մի բան, Հյուգենսը նկատեց մուգ բծեր եւ պայծառ բևեռային գլխարկներ Մարսի վրա։ Գոյություն ունի արդյոք կյանք Մարսի վրա այդ օտար աշխարհում։ Այս հարցն ուղեկցում է աստղագետներին մինչ օրս։ Առաջին բոլոր դիտակները ռեֆրակտորներ էին, որոնցում տեղադրված էին ոսպնյակներ աստղերից եկող լույսը կուտակելու համար։ Հետագայում ոսպնյակները փոխարինվեցին հայելիներով։ Առաջին դիտակ ռեֆրակտորը ստեղծվել է Նիկոլո Զուկոյի կողմից, հետագայում կատարելագործվել Իսահակ Նյուտոնի շնորհիվ։ Այդ ժամանակ 18-րդ դարի վերջում ամենամեծ հայելիներն աշխարհում ձուլվել էին Վիլյամ Հերշելի կողմից, մի երգեհոնահարի, որ դարձավ աստղագետ եւ ով աշխատում էր իր քույր Կարոլինայի հետ միասին։ Նրանց տանը Բաթում, Անգլիայում։ Հերշելները հալված մետաղը լցնում էին կաղապարի մեջ։ Իսկ հետո, երբ մետաղը սառչում էր, մակերևույթը փայլեցնում էին այնպես, որ այն անդրադարձներ լույսը։ Իր կյանքի ընթացքում Հերշելը պատրաստեց 400-ից ավելի դիտակ։ Նրանցից ամենախոշորն այնքան մեծ էր, որ պահանջում էր 4 ծառայի օգնություն, վերջինս տարբեր պարաններով, անիվներով ու ճախարակներով ղեկավարելու համար, որպեսզի հնարավոր լիներ հետևել աստղերի շարժմանը, իհարկե, երկրի պտույտով պայմանավորված։
Այժմ Հերշելը որպես քարտեզագրող ուսումնասիրում էր երկնակամարը ու իր ցուցակում ավելացնում հարյուրավոր նոր միգամածություններ ու կրկնակի աստղեր։ Նա նաև բացահայտեց, որ մեր ծիրկաթինն իրենից ներկայացնում է մի հարթ սկավառակ եւ նույնիսկ չափեց արեգակնային համակարգի շարժումն այդ սկավառակի միջով աստղերի եւ մոլորակների հարաբերական շարժման ուսումնասիրման շնորհիվ։ Ապա 1781 թվականի մարտի 13-ին նա հայտնաբերեց մի նոր մոլորակ՝ Ուրանը։ 200 տարի անց NASA Voyager 2 միջմոլորակային ավտոմատ կայանը հնարավորություն տվեց մոտիկից տեսնել հեռավոր այդ աշխարհը։ Կենտրոնական Իռլանդիայի ծաղկող ու բարեբեր գյուղական տարածքում Ռոսի երրորդ կոմսը Վիլյամ Պարսոնը կառուցեց 19-րդ դարի մեծագույն աստղադիտակը։ Իր 1.8 մետր տրամագծով զարմանահրաշ մետաղական հայլու համար այդ հսկան հայտնի դարձավ Պարսոն քաղաքի Լևիաֆան անունով։ Եզակի պարսկագիշերներին կոմսը նստում էր օկուլյարի մոտ և ուղևորվում տիեզերքով ճանապարհորդության։ Դեպի Օրիոնի միգամածություն այժմ հայտնի որպես աստղառաջացման կենտրոններ։ Խեցգետնակերպ միգամածություն, Գերնոր աստղի մնացորդ և դեպի ջրապտույտ միգամածություն։ Լորդ Ռոսն առաջինն էր, որ նշմարեց վերջինիս պայծառափայլ պարուրաձև տեսքը։ Այն մեր գալակտիկային շատ նման գալակտիկա էր՝ լի մութ փոշու և տաք գազային ամպերով, միլիարդավոր առանձին աստղերով և, ով գիտե, գուցե և մեր երկրագնդի նման մոլորակներով։ Աստղադիտակը դարձավ մեր նավը տիեզերքի ուսումնասիրման ճանապարհին։ Որքան ավելի մեծ, այնքան լավ։ Գիշերը ձեր աչքերը հարմարվում են մթությանը։ Բիբերը լայնանում են, ինչի շնորհիվ ավելի շատ լույս է ներթափանցում ձեր աչքերի մեջ։ Արդյունքում դուք կարող եք նշմարել ավելի լղոզված ու թույլ աստղեր։ Այժմ պատկերացրեք, թե ձեր բիբերի տրամագիծը 1 մետր է։ Դուք շատ տարօրինակ տեսք կունենայիք, բայց ձեր տեսողությունը կլիներ գերբնական։ Եվ դա հենց այն է, ինչ տալիս են մեզ աստղադիտակները։ Դիտակը կարծես ծխնելույզ լինի։ Նրա գլխավոր ոսպնյակը կամ հայելին հավաքում է աստղից եկող լույսը և ուղղում է այն դեպի ձեր աչքը։ Որքան ավելի մեծ է դիտակի ոսպնյակը կամ հայելին, այնքան ավելի թույլ օբյեկտներ կարելի է տեսնել։ Այնպես որ չափերը իսկապես ամենակարևորն են։ Բայց որքան մեծ դիտակ կարելի է պատրաստել։ Իրականում ոչ այնքան մեծ, եթե դա ռեֆրակտոր է։ Աստղից եկող լույսը պետք է անցնի գլխավոր ոսպնյակի միջով, որը կարելի է ամրացնել միայն եզրերից։ Այժմ եթե պատկերացնենք, թե ունենք շատ մեծ ոսպնյակ, ապա այն կլինի շատ ծանր, ինչի հետևանքով էլ այն կսկսի ձևախեղվել, որն էլ կհանգեցնի պատկերի աղավաղման։ Պատմության մեջ ամենամեծ ռեֆրակտորը կառուցվել է 1897 թվականին Չիկագոյի մոտ գտնվող Յորքի աստղադիտարանում։ Նրա գլխավոր ոսպնյակի օբյեկտիվի տրամագիծը քիչ ավելի մեծ էր 1 մետրից, իսկ խողովակի երկարությունը անհավանականորեն հասնում էր 18 մետրի։ Այս դիտակով ռեֆրակտորներ պատրաստողները հասան հնարավոր սահմանին։ Ուզում եք ավելի մեծ դիտակներ, մտածեք հայելիների մասին։ Ռեֆլեկտորներում լույսն անդրադառնում է հայլուց, ոսպնյակով անցնելու փոխարեն։ Դա նշանակում է, որ կարելի է հայելին պատրաստել հնարավորինս բարակ, քան ոսպնյակը, և ամրացնել այն ետևից։ Արդյունքում կարելի է պատրաստել շատ ավելի մեծ տրամագծով հայելիներ, քան ոսպնյակներ։ Մեծ հայելիները հայտնվեցին Կալիֆոռնիայում 1 դար առաջ։ Այդ ժամանակ Վիլսոն լեռը մեկուսացված լեռնագագաթ էր վայրի Սան Գաբրիել լեռնաշղթայում։ Երկնակամարը պարզ էր և գիշերները մութ։ Սկզբում այստեղ Ջորջ Էլերի Հեյլը կառուցեց 1.5 մետրանոց դիտակ, որը զիջում էր վաղուց արդեն մոռացված կոմս Ռոսի Լևիաֆանին, բայց ավելի որակյալ էր և գտնվում էր անհամեմատ ավելի լավ պայմաններում։ Հեյլը համոզեց տեղացի մեծահարուստ Ջոն Հուքերին ֆինանսավորել 2.5 մետր տրամագծով դիտակի կառուցումը։ Տոննաներով ապակի ու պողպատ տեղափոխվեց Վիլսոն լեռնագագաթ։ Հուքերի դիտակի կառուցումն ավարտվեց 1917 թվականին։ Հաջորդ 30 տարիների ընթացքում այն մնաց որպես ամենամեծ դիտակը։ Տիեզերական հրետանու մեծ զորաբանակն արդեն պատրաստ էր գրոհելու տիեզերքը։ Եվ նա հենց այդպես էլ վարվեց։ Նոր դիտակի անհավանական չափերը բեկումնային փոփոխություն մտցրեցին հենց դիտումներ կատարելու մեթոդների մեջ։
Աստղագետներն այլևս կարիք չունեին դիտել նոր հսկայի օկուլյարից։ Դրա փոխարեն արդեն նրանք օգտագործում էին լուսանկարչական թիթեղներ։ Ոչ ոք այդքան հեռավոր տիեզերք դեռ չէր տեսել։ Պարուրաձև միգամածությունները լի էին առանձին աստղերով մինչև պարուրաթևերի եզրերը։ Արդյոք նրանք էլ այնպիսի աստղային համակարգեր չեն, ինչպես մեր Ծիրկաթինը։ Անդրոմեդայի միգամածությունում Էդվին Հաբլը հայտնաբերեց յուրահատուկ տիպի աստղեր, որ փոխում են իրենց պայծառությունը ժամացույցի ճշտությամբ։ Իր ուսումնասիրությունների հիման վրա Հաբլը կարողացավ որոշել մեզնից մինչև Անդրոմեդա եղած հեռավորությունը՝ գրեթե միլիոն լուսատարի։ Պարուրաձև միգամածությունները, ինչպես եւ Անդրոմեդան, պարզվեց, որ մեկուսացված առանձին գալակտիկաներ են։ Բայց դա չէր ամենաանհավանականը։ Այդ գալակտիկաների մեծ մասը հեռանում էր Ծիրկաթնից։ Վիլսոն լեռնագագաթին Հաբլը բացահայտեց, որ հարևան գալակտիկաները հեռանում են ավելի փոքր արագություններով, քան հեռվում գտնվողները։ Եվ որն էր եզրակացությունը։ Տիեզերքը լայնանում է։ Հուկերի դիտակը հնարավորություն տվեց գիտնականներին կատարելու 20-րդ դարի խոշորագույն հայտնագործությունը։ Շնորհիվ այս դիտակի մենք հնարավորություն ունեցանք բացահայտել տիեզերքի պատմությունը։ Մոտավորապես 14 միլիարդ տարի առաջ տիեզերքը ծնվել է ժամանակի ու տարածության, նյութի ու էներգիայի հսկայական պայթյունից, որն անվանում են մեծ պայթյուն։ Փոքրիկ քվանտային մասնիկները վերափոխվեցին նախաամպերի, որոնցից էլ հետագայում խտացան ահռելի ու բազմաբնույթ գալակտիկաներ։ Աստղերի միջուկներում տեղի ունեցող միջուկային սինթեզը լույս աշխարհ բերեց նոր ատոմներ՝ ածխածին, թթվածին, երկաթ, ոսկի, որոնք գերնորերի պայթյունների շնորհիվ ետ շպրտվեցին տիեզերք։ Հում նյութ նոր աստղերի և մոլորակների ձևավորման համար։ Ինչ-որ պահի, ինչ-որ մի տեղ, ինչ-որ կերպ պարզ օրգանական մոլեկուլները վերափոխվել են կենդանի օրգանիզմների։ Կյանքը հրաշալի է հավերժ փոփոխվող տիեզերքում։ Մենք աստղային փոշի ենք։ Սա հսկայական ներկայացում է ու մեզ հասած անսահման մի պատմություն, դիտակներով կատարված դիտումների միջոցով։ Պատկերացրեք, առանց աստղադիտակների մենք կիմանայինք ընդամենը 6 մոլորակների, մի լուսնի ու մի քանի հազար աստղերի մասին։ Աստղագիտությունն այդպես էլ չէր զարգանա։ Ինչպես պահված գանձեր, տիեզերքի գաղտնիքները դեպի իրենց են կանչում հետաքրքրասերներին դեռ վաղնջական ժամանակներից։ Արքայազներ ու միապետեր, քաղաքագետներ ու արդյունաբերողներ զգացին տիեզերքի անհայտ ծովերի ձգողությունը և աստղադիտակների օգնությամբ ուսումնասիրությունների տիրույթը շատ արագ ընդարձակվեց։ Ջորջ Էյլերի Հեյլն ուներ մի մեծ երազանք՝ կառուցել կրկնակի անգամ ավելի մեծ դիտակ, քան նախորդ ռեկորդակիրը։ Եվ ահա տեսեք, 20-րդ դարի աստղագիտության մեծագույն թագուհուն, Պալոմար լեռան վրա գտնվող Հեյլի 5 մետրանոց դիտակը։ 500 տոննայից ավելի շարժական զանգվածով այս գործիքն այնքան ճշգրիտ է հավասարակշռված, որ պտտվում է նրբագեղ պարուհու պես։ Նրա 40 տոննա կշիռ ունեցող հայելին գրանցում է տեսանելի աստղերից 40 միլիոն անգամ ավելի թույլ պայծառություն ունեցող աստղեր։ 1948 թվականից շահագործվող Հեյլի դիտակը մեզ հնարավորություն տվեց տեսնել մոլորակների, աստղակույտերի, միգամածությունների ու գալակտիկաների խենթացնող պատկերներ։ Հսկա Յուպիտերն իր բազմաթիվ արբանյակներով։ Զարմանահրաշ կրակի միգամածությունը։ Գազային թույլ խտացումներ Օրիոնի միգամածությունում։ Կարող ենք արդյոք մենք ավելին անել։ Խորհրդային աստղագետները իրենց ուժերը փորձեցին 70-ական թվականներին։ Բարձրադիր Կովկասյան լեռներում նրանք կառուցեցին մեծ ազիմուտալ աստղադիտակը, որի գլխավոր հայելու տրամագիծը հասնում էր 6 մետրի։ Ցավոք, իրականում այն չարդարացրեց բոլորի սպասումները։ Այն չափազանց մեծ էր, չափազանց թանկ ու դժվար կառավարելի։ Ստացվում է, որ դիտակներ կառուցողները պետք է հրաժարվեն իրենց գաղափարներից, այլևս չարժե մտածել ավելի խոշոր դիտակների մասին։ Արդյոք դիտակների պատմությունը հասել է իր անժամանակ ավարտին։ Իհարկե ոչ։
Այսօր արդեն աստղագետներն օգտագործում են 10 մետրանոց դիտակներ, ավելի մեծերը գտնվում են նախագծման փուլում։ Այդ դեպքում ո՞րն է լուծումը։ Նոր տեխնոլոգիաները։ Փրկարար տեխնոլոգիաներ։ Ինչպես ժամանակակից մեքենաներն են տարբերվում Ford T մոդելից, այնպես էլ ժամանակակից աստղադիտակներն են չափազանց տարբեր իրենց դասական նախնիներից։ Այնպիսիք, ինչպիսիք օրինակ Hale-ի 5 մետրանոց դիտակը։ Մի կողմից նրանց տեղակայումն անհամեմատ փոքր է։ Հին տեղակայումները հասարակածային էին, այնպիսին, որ առանցքներից մեկը միշտ զուգահեռ էր երկրի պտտման առանցքին։ Երկնակամարի շարժման ուղղությամբ շարժվելու համար դիտակը պիտի պտտվեր միայն այդ առանցքի շուրջ երկրի պտտման արագությամբ։ Պարզ է, բայց շատ դժվար։ Ժամանակակից ալտազիմուտային տեղակայումները անհամեմատ ավելի կոմպակտ են։ Այսպիսի տեղակայմամբ դիտակներն ուղղվում են շատ հեշտ։ Անհրաժեշտ է ուղղակի ընտրել բարձրությունն ու ազիմուտը։ Միակ դժվարությունը երկնքի շարժման ուղղությամբ պտտվելն է։ Դրա համար ստիպված ենք դիտակը պտտել երկու առանցքով էլ, ընդ որում տարբեր արագություններով։ Եվ դա հնարավոր դարձավ միայն, երբ դիտակները սկսեցին ղեկավարվել համակարգիչների օգնությամբ։ Փոքրիկ տեղակայումներ հեշտ է պատրաստել։ Բացի այդ, դրանք տեղավորվում են ավելի փոքր գմբեթներում, ինչն ավելի է փոքրացնում դիտակի արժեքը եւ բարելավում պատկերի որակը։ Օրինակ հավայներում գտնվող կեկի անվան երկու դիտակները։ Չնայած որ նրանց 10 մետրանոց Hale-ին 2 անգամ ավելի մեծ է, քան Hale-ի դիտակինը, նրանք այնուամենայնիվ տեղավորվում են ավելի փոքր գմբեթներում, քան Palomar լեռան վրա գտնվող դիտակը։ Դիտակների Hale-իները նույնպես փոխվեցին։ Սկզբում նրանք բավականին հաստ էին ու ծանր, այժմ նրանք շատ բարակ են ու թեթև։ Մի քանի մետր տրամագծով Hale-իները պատրաստվում են պտտվող հսկայական վառարաններում եւ մինչ այժմ էլ 20 սանտիմետր հաստություն ունեն։ Նրանց բարդ կառուցվածք ունեցող ամրացնող հանգույցները թույլ չեն տալիս, որ Hale-ին ճկվի իր կշռի տակ։ Համակարգչի միջոցով կառավարվող մխոցներն ու շարժիչները նույնպես օգնում են պահել Hale-ին հրաշալի վիճակում։ Այսպիսի համակարգերը կոչվում են ակտիվ օպտիկա։ Գաղափարը գլխավոր հայելու ձևախեղումների ուղղումն է, որոնք առաջանում են ծանրության ուժի, քամու կամ ջերմաստիճանի ազդեցության հետևանքով։ Այժմ բարակ Hale-ին նաև շատ ավելի թեթև է, ինչն էլ նշանակում է, որ Hale-ին պահող բոլոր հանգույցները, ներառյալ տեղակայումը, կարող են անհամեմատ ավելի փոքր ու թեթև լինել եւ ավելի էժան։ Ահա 3.6 մետրանոց մի դիտակ, պատրաստված նոր տեխնոլոգիաներով եվրոպացի աստղագետների կողմից 1980-ականների վերջերին։ Այն մի փորձարարական դաշտ էր բազմաթիվ տեխնոլոգիաների համար, որոնք կիրառվում էին աստղադիտակներ կառուցելիս։ Նույնիսկ նրա աշտարակը ոչ մի ընդհանրություն չուներ դիտակների ավանդական գմբեթների հետ։ Նոր տեխնոլոգիաներով պատրաստված դիտակը մեծ հաջողություն էր։ Ժամանակն էր եկել հաղթահարելու 6 մետրանոց խոչընդոտը։ Mauna Kea աստղադիտարանը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ամենաբարձր կետում, ջրի մակարդակից 4200 մետր բարձրության վրա։ Հավայների լողափերին զբոսաշրջիկները վայելում են արևն ու զբաղվում սերֆինգով, բայց նրանցից շատ վեր աստղագետները բախվում են սարսափելի ջերմաստիճանների եւ տիեզերքի գաղտնիքների բացահայտմանը զուգահեռ նաեւ բարձրության վախի հետ։ Կեկի անվան աստղադիտակներն աշխարհի խոշորագույն դիտակներից են։ Նրանց 10 մետր տրամագծով Hale-իները բարակ են ինչպես վաֆլու շերտերը։ Նրանք մոզաիկ են ինչպես սալիկապատ հատակը եւ բաղկացած 36 վեցանկյուն հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարվում է նանոմետրի ճշտությամբ։ Նրանք երկնքին նայող իսկական հսկաներ են։ Դրանք գիտության վանքերն են։ Մայրամուտ Mauna Kea լեռան վրա։ Կեկի անվան դիտակները սկսում են հավաքել տիեզերական հեռուներից եկող ֆոտոնները։ Նրանց զույգ Hale-իները համատեղ շատ ավելի արդյունավետ են, քան բոլոր նախորդները։ Ինչ ունենք այսօր։ Բախվող գալակտիկաների զույգեր, որոնք գտնվում են երկրից միլիարդավոր լուսատարի հեռավորության վրա, մեռնող աստղ, որն իր վերջին շունչն է փչում մոլորակաձև միգամածությունում, կամ գուցե մի մոլորակ արեգակնային համակարգությունից դուրս, ուր կյանք կա։ Cerro Paranal-ում, Չիլիի Ատակամա անապատում, երկրի ամենաչոր վայրում է գտնվում ամենամեծ աստղագիտական գործիքը, որ կառուցվել է երբևիցե։ Եվրոպական VLT-ն։ Այն 4 դիտակներից բաղկացած մի համակարգ է, որի յուրաքանչյուր Hale-ին 8.2 մետր է։ Անտու, Քույեն, Մելիպալ, Եպուն։
Բնիկ մապաճը հնդիկների կողմից տրված անվանումներ արևին, լուսնին, հարավային խաչին եւ Վեներային։ Այս հսկայական հայելիները պատրաստվել են Գերմանիայում, հղկվել Ֆրանսիայում, բերվել Չիլի եւ այնուհետեւ դանդաղորեն տեղափոխվել անապատով։ Մայրամուտին գմբեթները բացվում են եւ աստղային լույսն ընկնում է VLT հայելիներով։ Նորանոր հայտնագործություններ են կատարվում։ Լազերը թափանցում է գիշերային երկինքը։ Այն պրոյեկտում է մի արհեստական աստղ մթնոլորտում մեզնից 90 կիլոմետր բարձրության վրա։ Ալիքային ընդունիչները գրանցում են, թե ինչպես է մթնոլորտն աղավաղում այդ աստղի պատկերը։ Ապա համակարգչով ճկուն հայելիները ձևախեղվում են այնպես, որ չեզոքացնեն այդ աղավաղումը։ Արդյունքում աստղերը դադարում են առկայծել։ Սա կոչվում է ադապտիվ օպտիկա եւ այն ժամանակակից աստղագիտության ամենամեծ ու մոգական հնարքն է։ Առանց դրա պատկերներն աղավաղված կլինեն մթնոլորտի կողմից։ Բայց դրա շնորհիվ մեր պատկերները շատ հստակ են։ Օպտիկական մոգականության մյուս հնարքն ինտերֆերոմետրիան է։ Իմաստն այն է, որ երկու դիտակներից ստացված պատկերները վերցնում եւ տեղադրում են դրանք մի կետում, լուսային ալիքներում հարաբերական տեղաշարժը տեսնելու համար։ Եթե դա բավականաչափ ճշգրիտ կատարվի, ապա արդյունքում երկու դիտակները կաշխատեն որպես մի վիթխարի հայելու բաղկացուցիչ մասեր, որի չափը նրանց միջև եղած հեռավորության կարգի է։ Արդյունքում ինտերֆերոմետրիան հնարավորություն է ընձեռում փոքր դիտակներով ի հայտ բերել այնպիսի մանրամասնություններ, որոնք հակառակ դեպքում նշմարելի կլինեին միայն մեծ դիտակներով։ Mauna Kea-ի զույգ դիտակները կանոնավոր կերպով միավորվում են որպես ինտերֆերոմետր։ VLT-ի դեպքում բոլոր 4 դիտակներն են այդպես աշխատում։ Եվ վերջապես, այդպիսի բազմաթիվ դիտակներ ևս կարող են միանալ նրանց պատկերի հստակությունը լավացնելու համար։ Ամբողջ աշխարհում կարելի է գտնել այլ մեծ դիտակներ ևս։ Սուբարուն եւ հյուսիսային երկվորյակը Mauna Kea-ում։ Հարավային երկվորյակն ու Մագելանի դիտակը Չիլիում։ Մեծ երկհայելի դիտակն Արիզոնայում։ Նրանք բոլորն էլ գտնվում են ամենալավ աստղագիտական պայմաններում, այնտեղ ուր բարձր է ու չոր, պարզ ու մութ։ Նրանց հայելիները կարծես մեծ ավազաններ լինեն։ Նրանք բոլորն էլ համալրված են ադապտիվ օպտիկայով, որ չեզոքացնեն մթնոլորտային աղավաղումները։ Եվ հաճախ նրանք վիրտուալ հսկայի հնարավորություն են ստանում ինտերֆերոմետրիայի շնորհիվ։ Ահա թե ինչ են նրանք մեզ ցույց տվել։ Մոլորակներ, միգամածություններ, որոշ աստղերի իրական չափերն ու տափակած տեսքերը, սառը մոլորակ, որը պտտվում է գորշ թզուկի շուրջը, հսկայական աստղեր, որ շրջանցում են մեր գալակտիկայի միջուկը, կառավարվող գերհսկա սև խոռոչի գրավիտացիայով։ Մենք շատ հեռու ենք գնացել գալիլեյան ժամանակներից։ Արծաթից մինչև սիլիկոն։ 400 տարի առաջ, երբ Գալիլեո Գալիլեին ուզում էր ցույց տալ բոլորին այն, ինչ դիտել էր իր դիտակով, ստիպված էր նկարել այդ ամենն իր ձեռքով։ Լուսնի ծակոտկեն մակերևույթը, Յուպիտերի արբանյակների պարը, արևաբծերը կամ Օրիոնի աստղերը։ Նա հրապարակեց իր նկարները փոքրիկ գրքում, աստղային բամբերում։ Այդ ժամանակ դա միակ հնարավորությունն էր կիսվելու սեփական հայտնագործությունների վերաբերյալ այլ մարդկանց հետ։ Համարյա 2 դար աստղագետները ստիպված էին նաև նկարիչներ լինել։ Նայելով դիտակի օկուլյարին, նրանք նկարում էին մանրակրկիտ պատկերներն այն ամենի, ինչ տեսնում էին։ Լուսնի ամբողջական պատկերը, մրրիկներ Յուպիտերի մթնոլորտում, բարակ գազային թաղանթ հեռավոր միգամածությունում։ Երբեմն նրանք չափազանցում էին այն, ինչ տեսնում էին։ Մութ գծերը Մարսի մակերևույթին համարվում էին ջրանցքներ եւ ենթադրում էին կյանքի գոյություն կարմիր մոլորակի վրա։ Այժմ մենք գիտենք, որ ջրանցքներն ուղղակի օպտիկական իլյուզիաներ են։ Այնինչ աստղագետներին անհրաժեշտ էր օբյեկտիվորեն առանց անհրաժեշտության դիտակներով հավաքված լույսի գրանցումներ, սեփական ուղեղով ու մատիտով։ Օգնության հասավ լուսանկարչությունը։ Սա լուսնի առաջին դագերոտիպն է։ Պատրաստված 1840 թվականին Հենրի Դրեյպերի կողմից։ Այդ ժամանակ լուսանկարչությունն ընդամենը 15 տարեկան էր, բայց աստղագետները շատ շուտ ընկալեցին նրա հեղափոխական հնարավորությունները։ Ինչպես էր կատարվում լուսանկարումը։ Ֆոտոթիթեղի զգայուն էմուլսիայում գտնվում են արծաթի հալոգենի փոշեհատիկներ։ Ենթարկենք նրանց լույսի ազդեցությանը եւ նրանք կսևանան։
Արդյունքում կստանանք երկնքի նեգատիվային պատկերը սպիտակ ֆոնի վրա բաշխված մուգ աստղերով։ Բայց իրական առավելությունը կայանում է նրանում, որ ֆոտոթիթեղը կարելի է լուսանկարել ժամերով։ Գիշերային երկնքի պայծառությանն ադապտացված աչքերով դուք չեք կարող տեսնել ավելի շատ աստղեր, նույնիսկ եթե նայեք նրանց շատ երկար։ Բայց ֆոտոթիթեղի միջոցով դուք կարող եք կուտակել լույսը ժամերով, այնպես որ երկար էքսպոզիցիան ցույց կտա ավելի ու ավելի շատ աստղեր։ Եվ ավելի շատ, եւ ավելի, եւ հետո եւս մի քանիսը։ Անցած դարի 50-ական թվականներին Մաունտ Պալոմար աստղադիտարանում ամբողջ հյուսիսային երկնակամարի լուսանկարման համար օգտագործվում էր Շմիդտի դիտակ։ Գրեթե 2000 ֆոտոթիթեղ յուրաքանչյուրը լուսակայված մոտավորապես 1 ժամ։ Փոքրիկ սնդուկ լի բազմաթիվ հայտնագործություններով։ Լուսանկարները դիտողական աստղագիտությունը դարձրեցին իսկական գիտություն։ Օբյեկտիվ, չափելի, վերարտադրվող։ Բայց արծաթը դանդաղ էր մքանում, եւ դուք ստիպված էիք հաշտվել դրա հետ։ Թվային հեղափոխությունը փոխեց ամեն ինչ։ Սիլիկոնը փոխարինեց արծաթին, պիքսելները փոխարինեցին փոշեհատիկներին։ Նույնիսկ սպառողական խցիկներում մենք այլևս չենք օգտագործում ֆոտոժապավեններ։ Դրա փոխարեն պատկերները գրանցվում են լույսի նկատմամբ զգայուն չիպի CCD-ի վրա։ Պրոֆեսիոնալ CCD-ները գերբարձր էֆեկտիվություն ունեն, եւ նրանց ել ավելի զգայուն դարձնելու համար պետք է սառեցվեն ջրի սառման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում հեղուկ ազոտի միջոցով։ Գրանցվում է գրեթե ամեն մի ֆոտոն։ Արդյունքում լուսակայումը կարող է անհամեմատ ավելի կարճ լինել։ Այն ինչ հնարավոր է անել Մաունտ Պալոմարի դիտակով 1 ժամվա ընթացքում, CCD-ն կարող է անել մի քանի րոպեում, օգտագործելով փոքրիկ դիտակներ։ Սիլիկոնի հեղափոխությունը դեռ ավարտված չէ։ Աստղագետները կառուցել են հսկայական CCD խցիկներ, որ պարունակում են միլիոնավոր պիքսելներ եւ շատ ավելի մեծերը պատրաստման փուլում են։ Ամենամեծ արժեքը թվային խցիկների հենց նրանց թվային լինելու մեջ է։ Նրանք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Աստղագետներն օգտագործում են հատուկ ծրագրեր դիտողական նյութը մշակելու համար։ Պատկերի ձգումը կամ ցայտերանգությունը բացահայտում է միգամածությունների կամ գալակտիկաների ամենաաննշան մանրամասները։ Գունային կոդավորումը լավացնում է դժվար տարբերվող մանրամասների տեսանելիությունը։ Ավելին, միևնույն օբյեկտի պատկերների զուգորդումը ստացված բազմապիսի գունային ֆիլտրերի միջոցով հնարավորություն է տալիս ստեղծել զարմանալի կոմպոզիցիաներ, որոնք ջնջում են գիտության եւ արվեստի սահմանները։ Դուք նույնպես կարող եք օգուտ քաղել թվային աստղագիտությունից։ Դեռ երբեք այդքան հեշտ չէր եղել գտնել տիեզերքի այնպիսի զարմանահրաշ պատկերներ, որոնք այնպես հեշտորեն հասանելի են։ Մեքենայացված աստղադիտակները համակարգված զգայուն էլեկտրոնային գրանցիչներով շարունակում են աշխատել նույնիսկ այս պահին։ Նյու Մեքսիկայում գտնվող Սլոան դիտակը լուսանկարել է եւ քարտեզագրել հարյուրավոր միլիոն օբյեկտներ, չափել հեռավորություններ մինչև միլիոնավոր գալակտիկաներ եւ բացահայտել 100 հազարավոր նոր քվազարներ։ Բայց միայն մի լուսանկարումը բավական չէ։ Տիեզերքն անընդհատ փոփոխվում է։ Ի հայտ են գալիս ու անհետանում սառցե գիսավորները, թողնելով որպես հուշ իրենց մասին ծրված բեկորներ տարածության մեջ։ Շրջանցում են բազմաթիվ աստերոիդներ։ Հեռավոր մոլորակները պտտվում են իրենց մայր աստղերի շուրջ, ծածկելով որոշ ժամանակ նրանց լույսի մի մասը։ Պայթում են գերնորեր այն դեպքում, երբ ինչ-որ տեղ ծնվում են նոր աստղեր։ Բաբախում են պուլսարներ, պայթում են գամմա ջարդայթման աղբյուրներ։ Սև խոռոչները կլանում են նյութը։ Որպեսզի հետևեն բնության այս հսկայական խաղերին, աստղագետներն ուզում են լուսանկարել ամբողջ երկնակամարն ամեն տարի, կամ ամեն ամիս, կամ շաբաթը 2 անգամ։ Համենայն դեպս դա է LSST-ի մեծ սինոպտիկ ուսումնասիրության դիտակի սկզբունքային նպատակը։ Եթե այն պատրաստ լինի 2015-ին, ապա նրա 3 գիգապիքսելային խցիկը նոր ու իրական պատուհան կբացի դեպի տիեզերք։ Որպեսզի իրականանան աստղագետների երազանքները, այս դիտակ ռեֆլեկտորը կլուսանկարի ամբողջ երկինքն ամեն 3 գիշերը 1 անգամ։ Դիտելով անհնարինը։ Երբ դուք լսում եք ձեր սիրելի մեղեդին, ձեր ականջներն ընկալում են հաճախությունների լայն տիրույթ, ամենաթավ ձայներից մինչև ամենաբարձր տատանումները։ Այժմ պատկերացրեք, թե դուք կարող եք ընկալել հաճախությունների մի փոքր տիրույթ միայն։ Դուք հենց նոր կորցրեցիք ամենալավը։ Հենց այսպիսի իրավիճակում են գտնվում աստղագետները։ Մեր աչքերը զգայուն են լուսային հաճախությունների շատ նեղ տիրույթի տեսանելի լույսի հանդեպ միայն։
Բայց մենք պարզապես կույր ենք էլեկտրամագնիսական այլ ճառագայթների համար։ Բայց տիեզերքում կան շատ օբյեկտներ, որ ճառագայթում են էլեկտրամագնիսական սպեկտրի այլ տիրույթներում։ Օրինակ, 30-ական թվականներին շատ պատահականորեն պարզվեց, որ տիեզերքի խորքերից մեզ են հասնում ռադիոալիքներ։ Որոշ ալիքներ նույն հաճախություններն ունեն, ինչ մեր սիրելի ռադիոյի ալիքները, սակայն զգալիորեն թույլ են, եւ իհարկե անհնարին է ինչ-որ բան լսել։ Որպեսզի միանաք տիեզերքի ռադիոյին, ձեզ անհրաժեշտ է ընդունիչի պես ինչ-որ մի բան՝ ռադիոդիտակ։ Երկարալիք տիրույթի համար ռադիոդիտակն աշխատում է որպես ափսե, որ շատ նման է օպտիկական դիտակի գլխավոր հայելուն։ Բայց քանի որ ռադիոալիքները զգալիորեն երկար են լույսի տեսանելի ալիքներից, այդ ափսեի մակերևույթն այնքան ողորկ չպիտի լինի, ինչպես հայելու մակերևույթը։ Եվ հենց այդ պատճառով էլ շատ ավելի հեշտ է կառուցել մեծ ռադիոդիտակներ, քան մեծ օպտիկական դիտակներ։ Եվ ռադիոալիքների համար էլ շատ ավելի հեշտ է մանրամասներն ավելի լավ տեսնելու նպատակով ինտերֆերաչափություն կատարել, ինչը կատարվում է երկու առանձին դիտակների հավաքած լույսի վերադրման եղանակով։ Օրինակ, Նյու Մեքսիկայում գտնվող VLA-ը, The Very Large Array, բաղկացած է 27 առանձին ալեհավաքներից, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը 25 մետր է։ Այժմ ալեհավաքներից յուրաքանչյուրը կարող է շարժվել անկախ, եւ առավել ընդարձակ փոխդասավորությամբ ստացվող վիրտուալ ափսեն համարժեք է 36 կիլոմետրանոց ալեհավաքի։ Եվ այսպես, ինչ տեսք ունի տիեզերքը ռադիոալիքներում։ Նախ նկատենք, որ արևը ռադիոտիրույթում օժտված է շատ մեծ պայծառությամբ։ Ճիշտ այդպես է նաև մեր գալակտիկայի Ծիրկաթնի կենտրոնը, բայց կա էլի մի բան։ Պուլսարները, գերխիտ աստղային մնացորդները, որոնք ռադիոալիքներ են առաքում շատ նեղ ճառագայթով։ Ի լրում են, նրանք պտտվում են 1 վայրկյանում հարյուրավոր պտույտ հաճախությամբ։ Արդյունքում պուլսարներն ունեն պտտվող ռադիոթարթիչների տեսք։ Եվ այն, ինչ նրանցից մեզ է հասնում, ուղղակի արագ ռադիոիմպուլսների կրկնվող հաջորդականություն է։ Այստեղից էլ նրանց անվանումը՝ բաբախիչներ։ Կասիոպեյա A անվամբ հայտնի ռադիոաղբյուրն իրականում 17-րդ դարում պայթած Գերնորի մնացորդ է։ Կենտավրոսի Ան, Կարապի Ան եւ Կույսի Ան հսկա գալակտիկաներ են, որոնք հսկայական քանակությամբ ռադիոճառագայթում են առաքում։ Ենթադրում են, որ ամեն գալակտիկայի կենտրոնում մի սև խոռոչ կա, որը սնուցում է գալակտիկային։ Այդ գալակտիկաներից եւ քվազարներից շատերն այնպիսի հզոր ռադիոաղբյուրներ են, որ նրանցից եկող ազդանշանները կարող են գրանցվել նույնիսկ 10 միլիարդ լուսատարի հեռավորությունների վրա։ Բացի այդ, առկա է նաև համեմատաբար կարճալիք ճառագայթումը, որ ողողում է ողջ տիեզերքը, եւ հայտնի է որպես տիեզերական մնացորդային ճառագայթում, մեծ պայթյունի արձագանք, տիեզերքի տաք սկզբի արշալույս։ Էլեկտրամագնիսական սպեկտրի ամեն մի տիրույթ ունի իր պատմությունը։ Միլիմետրային եւ սուբմիլիմետրային ալիքներում աստղագետներն ուսումնասիրում են վաղ տիեզերքում գալակտիկաների ձևավորումն ու մոլորակների ու աստղերի առաջացումը մեր Ծիրկաթնում։ Բայց այդ ճառագայթման մեծ մասը արգելափակվում է մեր մթնոլորտի ջրային գոլորշիների կողմից։ Այն ուսումնասիրել կարելի է միայն բարձրադիր շրջաններում ու չոր կլիմայական պայմաններում, օրինակ Լիանո Չայնանտորում։ Այն սյուրռեալիստական մի սարահարթ է ծովի մակերևույթից 5000 մետր բարձրության վրա, որ գտնվում է հյուսիսային Չիլիում եւ շինարարական հրապարակ է հանդիսանում Ալմայի համար։ Իր ավարտից հետո 2014 թվականին այն կդառնա երբևիցե կառուցված ամենամեծ աստղադիտարանը։ 64 ալեհավաքներ յուրաքանչյուրը 100 տոննա կշռով կաշխատեն ներդաշնակ։ Հսկայական բեռնատար մեքենաները կտեղափոխեն նրանց Լոնդոնի չափ ձգվող մի տարածքով պատկերների մանրակրկիտ ուսումնասիրման կամ ուղղակի կմոտեցնեն մեծ շրջահայություն իրականացնելու համար։ Ամեն մի տեղափոխում կկատարվի միլիմետրերի ճշտությամբ։ Տիեզերքում գտնվող շատ օբյեկտներ ճառագայթում են նաև ինֆրակարմիր տիրույթում։ Վիլյամ Հերշելի կողմից բացահայտված ինֆրակարմիր ճառագայթումը հաճախ անվանում են նաև ջերմային, քանզի այն առաքվում է բացառապես ջերմ օբյեկտներից, ներառյալ մարդկանցից։ Դուք ինֆրակարմիր ճառագայթման մասին ավելին գիտեք, քան պատկերացնում եք, քանզի երկրի վրա ինֆրակարմիր ճառագայթումն օգտագործվում է գիշերային ռեժիմով սարքավորումներում ու տեսախցիկներում։ Բայց հեռվում գտնվող օբյեկտների ինֆրակարմիր ճառագայթումը գրանցելու համար աստղագետներն օգտագործում են շատ զգայուն ընդունիչներ, որոնք սառեցվում են մինչև բացարձակ 0-ից ընդամենը մի քանի աստիճան ցածր, իրենց սեփական ջերմային ճառագայթումը խլացնելու համար։ Այսօր արդեն մեծ օպտիկական դիտակների մեծամասնությունը համալրված է ինֆրակարմիր խցիկներով, որոնք հնարավորություն են տալիս տեսնել տիեզերական փոշու ամպերի միջով, բացահայտելով նրանցում նոր ծնված աստղեր, մի բան, որ հնարավոր չէ դիտել օպտիկական տիրույթում։ Որպես օրինակ դիտենք Օրիոնում հայտնի աստղառաջացման կենտրոնների պատկերները։
Բայց տեսեք, թե որքան մեծ է տարբերությունն այն ամենի, ինչ տեսանելի է ինֆրակարմիր խցիկներով։ Ինֆրակարմիր տիրույթում տեսնելը շատ է օգնում նաև հեռավոր գալակտիկաների ուսումնասիրման համար։ Երիտասարդ գալակտիկայում գտնվող նոր աստղերը պայծառ ճառագայթում են գերմանուշակագույն տիրույթում, բայց այդ ճառագայթումը միլիարդավոր տարիներ թափառում է ընդարձակվող տիեզերքով։ Տիեզերքի ընդարձակումը այնպես է ձգում լուսային ալիքները, որ երբ նրանք հասնում են մեզ, շեղված են լինում դեպի ինֆրակարմիր տիրույթ։ Սա Լա Պալմայում գտնվող հրաշալի մաջիկ դիտակն է։ Ամբողջ երկնակամարում այն փնտրում է գամմա ճառագայթներ, որոնք բնության առավելագույն էներգիայով օժտված ճառագայթման ձևն են։ Ի ուրախություն մեզ, մահացու գամմա ճառագայթները կլանվում են երկրի մթնոլորտում, բայց թողնում են հետքեր, որոնք էլ հենց ուսումնասիրում են աստղագետները։ Ներթափանցելով մթնոլորտ, այս մասնիկներն առաջացնում են բարձր էներգետիկ մասնիկների կասկադային անցումներ, որն էլ իր հերթին առաջացնում է թույլ լուսարձակում, ինչն էլ տեսանելի է մաջիկի համար։ Եվ ահա Պիեր Աուգեր աստղադիտարանն Արգենտինայում։ Այն նույնիսկ աստղադիտակի տեսք չունի։ Պիեր Աուգերը 1600 դետեկտորների մի համակարգ է, որ ձգվում է 3000 քառակուսի կիլոմետր տարածքում։ Նրանք գրանցում են այն մասնիկների տրոհումները, որոնցից բաղկացած են տիեզերական ճառագայթները, որ գալիս են հեռավոր գերնորերից ու սև խոռոչներից։ Իսկ ինչ կասեք նեյտրոնային դետեկտորների մասին, որ կառուցվում են խոր հանքահորերում կամ օվկիանոսի մակերևույթի տակ, կամ էլ Անտարկտիդայի սառույցներում։ Կարելի է արդյոք դրանց դիտակներ անվանել։ Իսկ ինչու ոչ։ Չէ՞ որ նրանք ուսումնասիրում են տիեզերքը, թեկուզ եւ էլեկտրամագնիսական սպեկտրից եկող ինֆորմացիա չեն հավաքում։ Նեյտրինոներն անորսալի մասնիկներ են, որ առաջանում են արևում եւ գերնորերի պայթյունի ժամանակ։ Նրանք նաեւ մեծ պայթյունի հետևանք են։ Ի տարբերություն տարրական մասնիկների, նեյտրինոները կարող են թափանցել նյութի մեջ, շարժվել գրեթե լույսի արագությամբ եւ զուրկեն էլեկտրական լիցքից։ Չնայած այս մասնիկներն ուսումնասիրելը բավականին բարդ է, նրանք այնուամենայնիվ բազմաթիվ են։ Յուրաքանչյուր վայրկյան ձեզնով անցնում է 50 տրիլիոն նեյտրինո, որ գալիս են արևից։ Վերջապես ֆիզիկոսներն ու աստղագետները համախմբել են իրենց ուժերը գրավիտացիոն ալիքների դետեկտորներ պատրաստելու համար։ Այդ դիտակները չեն ֆիքսում ճառագայթումն ու չեն որսում մասնիկներ։ Դրա փոխարեն նրանք չափում են տարածություն ժամանակ կառուցվածքի մանրագույն ալյակները, որոնք պետք է լինեն ըստ Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության։ Սարքավորումների այսպիսի հսկայական քանակությամբ աստղագետները բացահայտել են էլեկտրամագնիսական ճառագայթման ողջ սպեկտրը եւ ավելի հեռուն գնացել։ Բայց որոշ դիտումներ անհնարին է կատարել երկրի մակերևույթից։ Պատասխանը՝ տիեզերական դիտակներ։ Երկրից այն կողմ։ Հաբլի տիեզերական դիտակը ամենահայտնի դիտակն է պատմության մեջ։ Եվ ոչ հենց այնպես։ Հաբլը հեղափոխություն կատարեց աստղագիտության բազմաթիվ ճյուղերում։ Ըստ ժամանակակից ստանդարտների, Հաբլի հայելին իրականում փոքր է, ընդամենը 2.4 մետր տրամագծով, բայց այն տարածիորեն այս աշխարհից դուրս է գտնվում։ Մթնոլորտի աղավաղիչ ազդեցությունից վեր այն անգերազանցելիորեն ու հստակ նկարում է տիեզերքը։ Եվ ավելին, Հաբլը գրանցում է լույսը նաև սպեկտրի գերմանուշակագույն եւ ինֆրակարմիր տիրույթներում, ինչը անհնարին է վերերկրյա դիտակների համար, քանզի այսպիսի ճառագայթները կլանվում են երկրի մթնոլորտում։ Տեսախցիկներն ու սպեկտրոգրաֆները, որոնցից շատերը հեռախոսային խցիկների չափ են, գրանցում են հեռավոր տիեզերական ափերից եկող լույսը եւ բաժանում այն բաղադրիչների։ Ինչպես եւ ցանկացած վերերկրյա դիտակ, Հաբլը ժամանակ առ ժամանակ կատարելագործում է պահանջում։ Տիեզերագնացները իրականացնում են դիտակի սպասարկման առաքելությունը։ Փչացած մասերն ու հին սարքավորումները փոխարինվում են նորերով, բարձր տեխնոլոգիական գործիքներով։ Հաբլը դարձավ դիտողական աստղագիտության էլեկտրակայանը եւ փոփոխության ենթարկեց տիեզերանկալման մեր ամբողջ պատկերացումը։ Իր սուր տեսողության շնորհիվ Հաբլը դիտել է եղանակային փոփոխություններ Մարսի վրա, Գիսաստղի բախումը Յուպիտերին, Սատուրնի օղակի եզրերը եւ նույնիսկ փոքրիկ Պլուտոնի մակերևույթը։ Այն ուսումնասիրեց աստղերի կենսական բոլորաշրջանը, ծննդյան պահից մինչև վաղ մանկություն, փոշով հարուստ գազային ամպերի մանկամսուրից մինչև իսպառ վերացումը, որպես մեռնող աստղերի կողմից տիեզերք արտազատվող ուրվականակերտ միգամածություններ, կամ գերնորերի հսկայական պայթյուններ, որոնք իրենց պայծառությամբ գրեթե խամրեցնում են իրենց մայր գալակտիկան։
Օրիոնի միգամածության խորքերում Հաբլը նույնիսկ հայտնաբերեց նոր արեգակնային համակարգերի ծննդավայրեր, փոշու սկավառակներ նորածին աստղերի շուրջը, որոնք շուտով կարող են խտանալ մոլորակների շուրջը։ Տիեզերական դիտակը հազարավոր առանձին աստղեր ուսումնասիրեց հսկա գնդաձև աստղակույտերում, տիեզերքի ամենածեր աստղակույտերում։ Եվ իհարկե գալակտիկաներ։ Դեռ երբեք աստղագետներն այդքան մանրամասներ չէին տեսել։ Հսկա պարույրները, փոշե սկավառակները, որ կլանում են լույսը, անհավատալի բախումներ։ Երկնքի մութ տիրույթների համար երկարատև պահաժամերը բացահայտեցին հազարավոր թույլ գալակտիկաներ, երկրից միլիարդավոր լուսատարիներ հեռավորության վրա։ Ֆոտոններ, որ առաքվել են, երբ տիեզերքը դեռ երիտասարդ էր։ Մի պատուհան դեպի հեռավոր անցյալ, որ նոր լույս է սփռում, հավերժ զարգացող տիեզերքի վրա։ Հաբլը տիեզերքում միակ դիտակը չէ։ Սա տիեզերական սպիցեր դիտակն է, որ տիեզերք է ուղարկվել 2003 թվականի օգոստոսին եւ Հաբլի համարժեքն է հանդիսանում ինֆրակարմիր աստղագիտության համար։ Սպիցերի հայելու տրամագիծն ընդամենը 85 սանտիմետր է։ Այս դիտակն ունի ջերմապաշտպանիչ շերտ, որը պաշտպանում է նրան արևից։ Նրա դետեկտորները տեղադրված են դյուարի հեղուկ հելիումով լցված անոթներում։ Այստեղ դետեկտորները սառեցվում են մինչև մի քանի աստիճան ցածր բացարձակ զրոյից, այդպիսով դառնալով շատ զգայուն։ Սպիցերը մեզ համար բացահայտեց փոշով հարուստ տիեզերքը։ Մութ անթափանց փոշու ամպերը, որ տաքանում են ներսից, փայլում են ինֆրակարմիր լույսում։ Գալակտիկաների բախումից առաջացող հարվածային ալիքները փոշին հավաքում են օղակների եւ մակընթացային կառուցվածքների տեսքով, դարձնելով դրանք նոր աստղառաջացման օջախներ։ Փոշին նույնպես առաջանում է աստղի կյանքի վերջին փուլում։ Սպիցերը պարզեց, որ մոլորակաձև միգամածություններն ու գերնորերի մնացորդները լի են փոշեհատիկներով, որ անհրաժեշտ պայման են մոլորակային համակարգերի ձևավորման համար։ Այլ ինֆրակարմիր ալիքներում սպիցերը կարող է դիտել ուղիղ ամպերի միջով, նրանցում բացահայտելով աստղեր, որոնք թաքնված են նրա մութ միջուկներում։ Վերջապես, տիեզերական դիտակների սպեկտրոգրաֆներն ուսումնասիրել են Յուպիտերի պես գազով հարուստ արտաարեգակնային մոլորակների մթնոլորտները, որոնք իրենց մայր աստղի շուրջը պտտվում են ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Իսկ ինչ կասեք ռենտգենյան եւ գամմա ճառագայթների մասին։ Նրանք ամբողջությամբ կլանվում են երկրի մթնոլորտում եւ առանց տիեզերական դիտակների աստղագետները երբեք էլ ծանոթ չէին լինի ճառագայթման այդպիսի էներգետիկ տեսակներին։ Ռենտգենյան եւ գամմա տիեզերական դիտակները բացահայտում են գալակտիկաների կույտերի, սև խոռոչների, գերնորերի պայթյունների եւ բախվող գալակտիկաների ջերմ, էներգետիկ եւ խելացնոր տիեզերքը։ Չնայած դրանք հեշտ չէ կառուցել։ Էներգետիկ ճառագայթումն անցնում է սովորական հայելու միջով։ Ռենտգենյան ճառագայթները կարող են ֆոկուսացվել միայն մաքուր ոսկուց պատրաստված ծակոտկեն հայելային թաղանթների միջոցով։ Գամմա ճառագայթներն առաքվում են բարդ միկրոխողովակային խցիկների միջոցով կամ բարդ արկայծիչներով, որոնք գամմա ֆոտոնների ազդեցության տակ նաև սովորական լույսի կարճ արկայծումներ են տալիս։ Անցյալ դարի 90-ական թվականներին ՆԱՍԱ-ն օգտագործեց Կոմպտոնի գամմա աստղադիտարանը։ Այն ժամանակ դա երբևիցե տիեզերք ուղարկված գիտական արբանյակներից ամենախոշորն ու զանգվածեղն էր, լիագործարական մի ֆիզիկական լաբորատորիա տիեզերքում։ 2008-ին Կոմպտոնին փոխարինելու եկավ Գլաստը, գամմա ճառագայթման լայն տիրույթ ուսումնասիրող դիտակ։ Այն կուսումնասիրի բարձր էներգիաների ողջ տիեզերքը թաքնված նյութից մինչև պուլսարներ։ Միևնույն ժամանակ, աստղագետներն ունեն երկու ռենտգենյան դիտակ տիեզերքում՝ ՆԱՍԱ-ի Չանդրա տիեզերական աստղադիտարանը եւ Եվրոպական տիեզերական ընկերության XMM նյուտոնյան աստղադիտարանը։ Երկուսն էլ ուսումնասիրում են տիեզերքի համեմատաբար ավելի ջերմ տիրույթները։ Այսպիսին է երկինքը ռենտգենյան ճառագայթներում։ Այս ձգված հետքերը գազային ամպեր են, որոնք գերնորերի պայթյունից առաջացած հարվածային ալիքներով տաքացել են մինչև միլիոնավոր ջերմաստիճաններ։ Պայծառ կետերը ռենտգենյան կրկնակի նեյտրոնային աստղեր են կամ սև խոռոչներ, որ իրենց բաղադրիչ աստղերից ծծում ու կուլ են տալիս ողջ նյութը։ Ջերմ գազն ընկնելով առաքում է ռենտգենյան ճառագայթներ։ Հենց այսպես են ռենտգենյան դիտակները հայտնաբերում գերզանգվածեղ սև խոռոչներ, հեռավոր գալակտիկաների միջուկներում։ Դեպի սև խոռոչների կենտրոն պարուրաձև հետագծով ընթացող նյութն այնպես է տաքանում, որ մինչ սև խոռոչի կենտրոնն ընկնելն ու անհետանալը ճառագայթում է ռենտգենյան ալիքներում։ Տաք ու այլասերված գազը գալակտիկաների կույտերում լցնում է առանձին գալակտիկաների միջև եղած տարածությունը։ Երբեմն այդ ներկույտային գազը կարող է ել ավելի տաքանալ գալակտիկաների կույտերի բախումների կամ միաձուլման ժամանակ։ Գամմա պայթյուններն ավելի գրավիչ, ամենաբարձր էներգիայով օժտված իրադարձություններ են տիեզերքում։
Դրանք շատ զանգվածեղ արագ պտտվող աստղերի աղետալի եզրափակիչ պայթյուններն են։ Վայրկյանից ավելի կարճ ժամանակում նրանք կարող են ավելի շատ էներգիա առաքել, քան արեգակը 10 միլիարդ տարվա ընթացքում։ Հաբլը, Սպիցերը, Չանդրան, XMM Նյուտոնն ու Գլաստը բազմակողմանի հսկաներ են։ Բայց որոշ տիեզերական դիտակներ համեմատաբար փոքր են ու կենտրոնացած բացառապես որոշակի խնդիրների վրա։ Օրինակ վերցնենք կոռոտը։ Այս ֆրանսիական արբանյակն ամբողջությամբ նվիրված է աստղասեյսմոլոգիային եւ արտաարեգակնային մոլորակների ուսումնասիրությանը։ Կամ օրինակ NASA-ի Swift արբանյակը, համակցված ռենտգենյան եւ գամմա աստղադիտակը, ստեղծված գամմա պայթյունների ուսումնասիրության համար։ Եվ բացի այդ, WMAP-ը, Վիլքինսոնի արբանյակը, նախատեսված միկրոալիքային անիզոտրոպիայի ուսումնասիրման համար։ Ընդամենը 2 տարի լինելով տիեզերքում, այն անգերազանցելի ճշտությամբ կազմեց մնացորդային տիեզերական ճառագայթման քարտեզը։ WMAP-ը հնարավորություն տվեց կոսմոլոգներին լավագույնս տեսնել տիեզերքի վաղ փուլերը, թե ինչպիսին է եղել այն 10 միլիարդ տարի առաջ։ Տիեզերքի սահմանների բացահայտումն ամենագրավիչ քայլն է դիտակների պատմության մեջ։ Իսկ հետո Արիզոնայում է ձուլվել առաջին հայելին Մագելան կոչվող հսկա աստղադիտակի համար։ Այս հսկա գործիքը տեղակայվելու է Չիլիի Լաս Կամպանաս աստղադիտարանում։ Նրա 7 հայելիները, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը 8 մետրից ավելի է, կտեղադրվեն ծաղկի թերթերի պես։ Եվ համատեղ նրանք 4 անգամ ավելի շատ լույս կհավաքեն, քան ժամանակակից դիտակներից ցանկացածը։ Կալիֆոռնիայի 30 մետրանոց դիտակը, որ պլանավորվում է 2015 թվականի համար, կլինի համարյա թե կեկ դիտակի հսկա տարբերակը։ Հարյուրավոր առանձին կտորներից է բաղկացած հսկայական հայելին, որ 6 հարկանիտան բարձրություն ունի։ Եվրոպայում նախագծում են եվրոպական գերխոշոր աստղադիտակը։ Նրա 42 մետր տրամագծով հայելին կլինի 30 մետրանոց դիտակից կրկնակի անգամ մեծ մակերես ունեցող օլիմպիական լողավազանի չափ։ Ինֆրակարմիր դիտումների համար հարմարեցված այս հսկաները կհամալրվեն զգայուն սարքավորումներով ու ադապտիվ օպտիկայով։ Դրանք պիտի հայտնաբերեն տիեզերքի պատմության մեջ գալակտիկաների եւ աստղերի առաջին սերունդներին։ Ավելին, դրանք կարող են նկարել այլ արեգակնային համակարգում գտնվող մոլորակների սկավառակները։ Ռադիոաստղագետների համար 42 մետրը ոչինչ է։ Նրանք իրար կմիացնեն մեծ թվով ավելի փոքրիկ գործիքներ, որպեսզի անհամեմատ ավելի մեծ ընդունիչ սինթեզեն։ Նիդերլանդներում նախագծվում է ցածրահաճախային անտենաների համակարգ կամ LOFAR։ Մանրաթելային օպտիկան 30,000 անտենաները կկապի կենտրոնական գերհամակարգչին։ Այս նոր կառույցը շարժական մասեր չունի, բայց այն կարող է օբյեկտներ դիտել 8 տարբեր ուղղություններով միաժամանակ։ LOFAR-ի տեխնոլոգիան հնարավոր է, որ կօգտագործվի քառակուսի կիլոմետր բազմատարր համակարգում, որն այժմ հանդիսանում է ռադիոաստղագետների երազանքների սահմանը։ Միջազգային բազմատարր համակարգը կկառուցվի Ավստրալիայում կամ Հարավային Աֆրիկայում։ Մեծ ափսեաձև անտենաները եւ փոքրիկ ընդունիչները միասին կկառուցեն երկնքի անհավատալիորեն մանրակրկիտ ռադիոպատկերներ։ Եվ 1 քառակուսի կիլոմետր մակերեսով նոր անտենաների համակարգը կդառնա երբևիցե կառուցված ամենազգայուն սարքավորումը։ Էվոլյուցիա ապրող գալակտիկաներ, քվազարներ, արկայծող բաբախիչներ, ոչ մի ռադիոաղբյուր չի թաքնվի կիլոմետրանոց բազմատար համակարգի հետապնդող աչքերից։ Այս գործիքը կփնտրի նույնիսկ արտերկրային քաղաքակրթությունների հնարավոր ռադիոազդանշանները։ Իսկ ինչ կարելի ասել տիեզերքի մասին։ Իր 5-րդ եւ վերջին սպասարկումից հետո Հաբլի տիեզերական դիտակը կշարունակի իր գործունեությունը մինչև 2013 թվականը։ Մոտավորապես այդ ժամանակ տիեզերք կուղարկվի նրա հետնորդը։ Դիմավորեք Ջեյմս Վեբի տիեզերական դիտակը, ինֆրակարմիր տիեզերական աստղադիտակը, որ այդպես է անվանվել NASA-ի նախկին տնօրենի պատվին։ Տիեզերքում նրա 6.5 մետրանոց սեգմենտային հայելին կպտտվի ինչպես փթթող մի ծաղիկ, 7 անգամ ավելի զգայուն, քան Հաբլի դիտակը։ Դիտակն արևից պաշտպանող համակարգը, նրա օպտիկան եւ զգայուն սարքավորումները մշտապես կպահի ստվերում, հնարավորություն տալով աշխատել -233 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։ Ջեյմս Վեբի տիեզերական դիտակը չի ուղարկվի երկրի ուղեծիր։ Դրա փոխարեն այն կգտնվի մեր մոլորակից 1.5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, արեգակնաշուրջ լայն ուղեծրում։ Կես դար առաջ Պալոմար լեռան վրա գտնվող Հեյլի դիտակը պատմության մեջ ամենամեծ դիտակն էր։
Այժմ արդեն ամենամեծ դիտակներից մեկը կգտնվի տիեզերքի խորքերում։ Մենք կարող ենք միայն կռահել այն նորանոր բացահայտումների վերաբերյալ, որ այն կիրագործի։ Մնացեք մեզ հետ։ Իսկ մինչ այդ ստեղծագործ ինժեներներն անընդհատ առաջարկում են նոր դիտակների հեղափոխիչ կառուցվածքներ։ Կանադայում գիտնականները կառուցել են այսպես կոչված դիտակ հեղուկ հայելիով։ Այս դասի դիտակում լույսն անդրադառնում է ոչ թե պինդ հայելուց, այլ սնդիկով լի պտտվող ռեզերվուարի կորմակերևույթից։ Իրենց կառուցվածքի պատճառով սնդիկային դիտակները կարող են նայել միայն ուղղահայաց դեպի վեր, բայց նրանց առավելությունը կայանում է իրենց մատչելիության և պարզության մեջ։ Ռադիոաստղագետներն ուզում են լոֆարի նման փոքրիկ անտենաների մի համակարգ տեղադրել լուսնի վրա, որքան հնարավոր է հեռու երկրային աղբյուրների աղմուկներից։ Ով գիտե, գուցե օրերից մի օր լուսնի հակառակ կողմում կլինի նաև խոշոր օպտիկական աստղադիտակ։ Օգտագործելով տիեզերական դիտակներ և մթնեցնող սկավառակներ, ռենտգենյան աստղագետները հույս ունեն ապագայում էապես բարելավել իրենց սարքավորումների հնարավորությունները։ Հնարավոր է, որ նրանք կարողանան ստանալ սև խոռոչի սահմանների պատկերները։ Երբևիցե դիտակը կկարողանա պատասխանել մարդկության հուզող հիմնական հարցերից մեկին։ Միայնակ ենք արդյոք մենք տիեզերքում։ Մենք գիտենք, որ գոյություն ունեն այլ արեգակնային համակարգեր։ Մենք ենթադրում ենք, որ նրանցում նույնիսկ կան այնպիսի մոլորակներ, ինչպիսին երկիրն է, հեղուկ ջրով, բայց կա այնտեղ կյանք։ Այդպիսի արտարեգակնային մոլորակների հայտնաբերումը դժվար է։ Նրանք հաճախ աստղագետներից թաքնվում են մայր աստղերի ճառագած ինտենսիվ լույսի մեջ։ Տիեզերքի խորքերն ուղարկված ինտերֆերոմետրերը կարող են նոր պատասխան տալ։ Հենց այժմ ՆԱՍԱ-ն ուսումնասիրում է մի նախագիծ, որ կոչվում է երկրանման մոլորակների որոնող։ Իսկ Եվրոպայում գիտնականները մշակում են Դարվինի բազմատարր համակարգը։ Իրար հետ կապված 6 տիեզերական դիտակները կգտնվեն արևաշուրջ ուղեցրում։ Լազերները կհսկեն նրանց միջև եղած հեռավորությունները նանոմետրի ճշտությամբ։ Որպես մի ամբողջություն նրանք օժտված են անհավատալի լուծունակությամբ, եւ նրանք կարող են աստղերից եկող խանգարող լույսը հեռացնել այնպես, որ գիտնականներն իրականում կարողանան տեսնել այլ աստղերի երկրանման մոլորակներ։ Հետո աստղագետները պետք է ուսումնասիրեն մոլորակներից անդրադարձած լույսը, որն իր մեջ կրում է մոլորակի մթնոլորտի սպեկտրալ մատնահետքերը։ Ով գիտե, գուցե 15 տարի անց մենք կարողանանք գտնել թթվածնի, մեթանի և օզոնի հետքեր։ Կյանքի հետքեր։ Տիեզերքը լի է անակնկալներով։ Երկինքը չի դադարում զարմացնել մեզ։ Զարմանալի չէ, որ ամբողջ երկրի 100 հազարավոր սիրող աստղագետներ ամեն պարսկագիշեր հիանում են տիեզերքով։ Նրանց հեռադիտակները շատ ավելի լավն են, քան այն գործիքները, որ Գալիլեյն էր օգտագործում։ Նրանց թվային պատկերները հաճախ որակով գերազանցում են այն պատկերներին, որ պրոֆեսիոնալները նկարել են ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ։ Տիեզերքը հասկանալու աստղագիտական փնտրտուքները, դիտակների օգնությամբ տիեզերքի ուսումնասիրությունները ընդամենը 400 տարեկան են, եւ նախկինի պես դեռ շատ են այն տարածքները, որ չեն նշվել քարտեզի վրա։ Մենք երկար ժամանակ ենք անցել այն պահից, երբ Գալիլեյը սկսեց երկնքի քարտեզի վրա նշումներ անել իր դիտակի օգնությամբ 4 դար առաջ։ Այսօր մենք առաջվա պես ուսումնասիրում ենք տիեզերքը դիտակներով, ոչ միայն երկրից, այլ նաև տիեզերքի անսահման տարածությունից։ Մարդկային էության սերմերը գտնվում են մեր ստերևույթին անվերջ հնարամտության և հետաքրքրասիրության մեջ։ Մենք դեռ նոր ենք սկսել պատասխանել որոշ կարևորագույն հարցերի։ Այժմ արդեն քարտեզին ավելացրել ենք 300-ից ավելի արտարեգակնային մոլորակներ և օրգանական մոլեկուլներ հայտնաբերել մոլորակների վրա, որ պտտվում են հեռավոր պայծառ աստղերի շուրջը։ Այս անհավատալի բացահայտումները կարող են ինչ-որ մեկին մարդկային հետազոտությունների բարձրակետը թվալ, բայց լավագույնն անկասկած դեռ առջևում է։ Դուք նույնպես կարող եք միանալ առաջամարտիկներին։ Դիտեք ու հիացեք։ Կրկնօրինակման ռեժիսոր Մարինե Սահակյան, համակարգչային մոնտաժը Ներսիկ Հաջաթյանի, թարգմանեց Սաթենիկ Ղազարյանը, խմբագրեց Հայկ Հարությունյանը, կարդաց Նարեկ Ներսիսյանը։ Ֆիլմը տրամադրել է Միջազգային աստղագիտական ընկերությունը։ Ֆիլմի կրկնօրինակումն իրականացվել է Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ աստղագետների աստղագիտությունը հասանելի հայ ու կնդրին ծրագրի շրջանակներում։ Ֆիլմը կրկնօրինակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։